Իրեն սրբազան։ Աստվածօգնական սրբազան հայր դարձյալ միանում են բոլոր շնորհավորանքներին, իրապես անանձնական տոն ու հաղթանակ է յուրաքանչյուր նման գրքի ծնունդ։ Շատ կուզեմ զրուցել գրքի մասին, իրապես շատ հարցեր ունեմ, որ վստահ եմ բարձրաձայնելու եմ նաև այստեղ ներկա մեր հայրենակիցների հարցերը, որոնք արժե համակարգի մասին են։ Տեսանյութում արդեն իսկ հնչեց արժե համակարգ բառը, շատ սիրում եմ հայերենում, որովհետև արժեքները երբեմն ներկայացվում են առանձնապես որպես առաքինություններ, որպես իրապես կյանքի համար կարևոր սյուներ, բայց ձեր գրքում եւ ընդհանրապես մեր քրիստոնեական մտքի, մեր վարդապետության մեջ է, որ դրանք իրապես դառնում են համակարգ եւ ներկայացվում են համակարգված ձևով։ Դուք նշել եք, որ գիրքը արժե համակարգ ձևավորելու մասին է։ Ինչպես մոտենալ գրքին, ինչպես ընթերցել եւ որոնք են հիմնական արժեքները, որոնք դուք կարևորել եք այս գրքում։ Ինչպես մոտենալ, հանգիստ քայլելով մոտենում են դրսին։ Աստված պահապան Թոմաս ջան, շատ շնորհակալություն երկար հարցիդ համար։ Զգացում եմ, որ ազդվել եք տարբեր լրատվամիջոցների հետ հարաբերություններից, երկար շերտավոր հարց տալու իմաստով։ Նախ ուզում եմ մինչև ամեն ինչը ես շնորհակալություն հայտնել առաջին հերթին մեր շատ սիրելի պարոն Գասպարյանին, Արսեն Գասպարյանին, ում հետ ծանոթության, ուղղակի անձնական ծանոթության ուրախություն ունեցել եմ ընդամենը մի քանի ամիս առաջ մեր պարոն Վահագն Մելիքյանի միջոցով, ում ծննդյան տարեդարձն էր 3, կարող եք հետո շնորհավորել։ Ծննդյան տարեդարձների շարքին այսօր նաև մեր Հրանտ Մելիք Շահնազարյանի ծննդյան տարեդարձն է, իրեն կշնորհավորել։ Երկու օր հետո մեր Լիդիա Մոնտաշյանի ծննդյան տարեդարձն, այնպես որ իրեն շնորհավորել։ Գաղափարը ամբողջությամբ եղել է պարոն Գասպարյանինը, երկու գրքերը ընթերցել էր ինքը, պարզ նվիրել է ուղղակի, եւ հետո մի օր ասեց, որ սա կարող է հետաքրքիր հիմք հանդիսանալ այն, որ խոսում ենք ազգային գաղափարախոսություն, ինքը որոշակի հիմքեր հայտարարել է, համեստորեն ասել եմ, ես չեմ կարծում, որ դա այդպես է, բայց եթե դուք մտածում եք, որ այդպիսի օգուտ կարող է տալ ինչ-որ իմաստով, խնդրեմ, եւ ամբողջ ինքն է նախաձեռնել, խմբագրումից սկսած, ներգրավելով 2-3 հրաշալի մարդկանց, ովքեր դալիճում են, շատ տպավորիչ մարդկանց, իր ուսանողներին, ովքեր ավարտել են նաև ամերիկյան համալսարանը, Միքայելին, Մանե, ես կողմերն էր Մանե, ոտքի կանգի թողտեսն և իրենց հետ զուգահեռ աշխատել են բոլոր առումներով և նաև հայտնաբերեցին մի շատ հետաքրքիր հանգամանք, Աննան է երրորդ անձը, Աննա ազգանունն էլ կարծեմ եթե չեմ սխալվում Չարչյանը։ Ձեզ շնորհակալություն շատ։ Իմիջայլոց ասեմ, որ գրքի վերնագիրն էլ իրենց առաջարկությամբ եղել, իմ մասնավորի Միքայելի, այսպես ասած, առաջարկով եւ բոլորի համաձայնությամբ ինքներս մեզ հաղթելով։ Եվ դա շատ խորհրդանշական էր, թե արդեն պարոն Գասպարյանը խոսեց, թե ինչ է նշանակում։ Ուզում եմ ի սրտե վերստին շնորհակալություն հայտնել, իրենք նաեւ հետաքրքիր շատ գաղափարներ ունեն առնչված գրքին եւ նրա հետագա զարգացմանը, հուսով եմ դրանք բոլորը կյանքի կոչվեն, եթե չկոչվեն են, գոնե մի մասով։ Արդեն կոչվել են, Միքայելն ասում է անպայման, շնորհակալություն Միքայել ջան։ Ուզում եմ գնահատանքս հայտնել, շնորհակալություն հայտնել գրքի հովանավորությունը ստանձնած մարդկանց, բոլորն են իմ շատ սիրելի մտերիմ բարեկամներն են, ընկերներն են, մեր Կարենը Մկրտչյան, որ ինչ էր կոչվում, հայ ազգային մշակութային ինքնավարության կենտրոնի ղեկավարն է, ստեղծողն է, Սանկտ Պետերբուրգում է ապրում, եւ նաեւ
մեր Վահենը Դարբինյան, Պանտերա ընկերության, որի համար շնորհակալ եմ։ Մյուս անձը չուզեց ինքն իրեն արտահայտել, բայց ասեմ անունը Աշոտ է, մնացածը դուք կընտրեք թե որ մի Աշոտն է։ Շնորհակալություն բոլորին եւ ուզում եմ հատուկ կերպով շնորհակալություն հայտնել Newmark ընկերությանը, իմ շատ սիրելի արտաքին Իմ շատ սիրելի արտաքին Ալեքսանյան եւ ողջ անձնակազմին այսօր էլ ներկայացնողը մեր շատ սիրելի Մանուն է Իրիցյան, երևի հոգևոր ծագում ունի, երեցների հետ կապված են։ Եվ բոլոր նրանց անին, բոլոր նրանց ովքեր մասնակցություն են ունեցել այս ողջ գործընթացին, շատ շնորհակալություն բոլորին։ Հարցը մոռացա թե Արժե համակարգի մասին էի հարցնում, ինչքանով է դա կարևոր այն իմաստով, որ արժեքներն եք դուք ամենաշատը կարևորել գրքում եւ ինչպես են արժեքները մեզանում դառնում համակարգ։ Նայեք, ես փորձեմ շատ կարճներ, որովհետեւ ժամանակն էլ կարճ է։ Որ արժեքների ընտրություն գոյություն չունի, գոյություն ունի պետություն, որն էլ թելադրում է արժեքները։ Մեր պատկերացմամբ այդ պետությունն է ձևավորում ազգի նկարագիրը եւ ազգ կամ պետության գաղափարն ազգ դարձնում, որի մասին նաեւ խոսել եմ գրքում, ավետյաց երկրի տեսիլքով այդ անապատի պատմության մասին, որտեղ ժողովուրդը ստրկությունից դուրս եկող ազատության ճանապարհ գնացող, բայց տակավին ստրկությունը հիշող ժողովուրդն էր, որն ի վերջո վերաճեց այդ ամբողջ ճանապարհի մեջ եւ դարձավ ազգ, ստեղծեց պետություն կոչվելով ազգ։ Ընդ որում տարբեր լեզուներով, այլ լեզուներով, օտար լեզուներով ազգ եւ պետությունը նույնական արժեք ունեն։ Ասենք եթե ամերիկացուն ասես պետություն կամ ասես ազգ, իր մտքում տարանջակում գոյություն չունի։ Նույն արժեքն է եւ նույն գաղափարը։ Հետեւաբար արժեքային իմաստով պետությունն է թելադրող, պետությունը որպես համակարգ ինքն է թելադրում, թե ինչպիսի ուղղություն է որդեգրում եւ ինչպիսի ազգ եւ նկարագիր է ձևակերպում։ Մեր այսօրվա խնդիրները հիմնական իմաստով հենց դրա մասին են, հենց այսօր տեղի ունեցող պետությունը այն հիմնասյուները հիմնական իմաստով կոտրելը, դրա համար չի կարողանում իր մեջքը շտկել։ Արժեքները թե այսօր խարխափում քաոս է ամբողջությամբ տիրում։ Ամբողջությամբ, թե գաղափարական, թե միջանձնային հարաբերությունների, թե փոխհարաբերությունների տարբեր շերտերի, թե կազմակերպություններ, որոնք իրենց առաքելությունը չգիտեն, հասարակական միավորներ, որոնք չգիտեն ինչ են ուզում, հիմնական իմաստով կապված են փողին, նյութին, տուն պահելու այս ճակերտավոր գաղափարն եմ ասում։ Հետևաբար պետությունն է թելադրողը, թե ինչպիսի ճանապարհ եւ ինչպիսի արժե համակարգը, որը ձևավորում է տվյալ ազգի ամբողջական նկարագիրը։ Ինքնաբուխ արժե համակարգ չի լինում, լինում են արժեքներ, բայց որպես համակարգ չի լինում։ Ավարտեմ ես վերջին, որպես օրինակ եմ ուզում տալ։ Օրինակը քիչ առաջ տեսանյութում եմ կար, որի մասին շատ եմ խոսել։ Օրինակը, բարձրագույն օրինակը ցեղասպանության գաղափարն է։ Ցեղասպանության իրողությունը ավելի ճիշտ, ոչ թե գաղափարը։ Մենք ընդհանրապես խոսել ենք ցեղասպանության մասին այս 100 եւ ավելի տարիների ընթացքին, որպես զգացմունք։ Մենք չենք խոսել որպես միտք, որպես բանականություն, որպես համակարգ, չենք ձևավորել, չենք տարածել մեր պետական ողջ համակարգի վրա, չենք տարածել կրթության ոլորտի վրա, առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության, ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի չենք տարածել։ Մենք որպես զգացմունք խոսել ենք դրա մասին, պահանջատիրության մասին ենք խոսել, բայց որպես համակարգ, պետությունը պաշտպանող, անվտանգային համակարգ, որպես բանակ, սիստեմ, այսպես ասած, այլևս երբեկի սկզբունքով չենք արել։ Հիմա սա ժողովուրդը ինքը զգացմունքով ստեղծել է դա, բայց պետության կոչումն է դա որպես համակարգ դարձնել։ Ես պարզապես օրինակներից մեկը ասացի, որը ամենամեծ անվտանգային պատնեշն է մեր կյանքում։ Ինչ որ անհրաժեշտ է մեզ, դա էլ պետք է անենք։ Ինչ որ անհրաժեշտ է այս պետությանը, դա էլ պետք է անի, որովհետև ցեղասպանված ժողովուրդը
եւ այլևս երբեք չի պիտի կրկնվի որևէ դեպք, որը նման կլինի այդ առաջին կրածին, որը տեղի ունեցավ ցավոք մեր կյանքում, որովհետեւ այդպիսի համակարգի եւ մտածողության բացակայությունն է մեր կյանքում։ Դրա մասին է արժեհամակարգ, որպես այդպիսի մեծ իմաստով իմ կարծիքով դա է։ Տարեր առաջ, երբ Պլատոնը գրեց իր պետություն ստեղծագործությունը, պետության հիմքում Պլատոնը դրեց հենց 4 արժեքներ, 4 առաքինություններ, որոնց մեջ քաջություններ, հավասարակշռությունը, արդարությունը, ինչպես նաև իմաստությունը։ Իմաստությունը դիտարկելով որպես պետության հիմք, կարևորագույն արժեք, Պլատոնը մեկնաբանում էր դա փիլիսոփայության տեսանկյունից։ Քրիստոնեության մեջ, սակայն, իմաստությունը մեզ համար բարոյագիտական արժեք է, ոչ թե խելքի, կրթության, գիտելիքների մասին է ընդհանրապես, այլ բարոյական ցուցիչ, բարոյականության դրսևորում։ Ինչքանով է այսօր մեր երկրում կարևոր իմաստությունը, որը ծանոթ լինելով կրկին կարող եմ ասել, որ լի կա ամբողջ տեքստի մեջ, բայց ինչքանով է մեր ընդհանրական իմաստությանը խանգարում բարոյական խեղումները, որոնք այսօր կան։ Եկեք ես հավակնությունը չունենալով վերաձևակերպելու Պլատոնին, ասեմ հետևը քրիստոնեական աչքով նայելով բոլորը քրիստոնեական արժեքներ են։ Այսօր մեզ, եթե ուղիղ համեմատականով ասեմ 4 արժեքների մասին խոսելու, այսօր կոնկրետ գործնական, տիրական դաշտում, ոչ վերացական, անշուշտ ոչ մեկն էլ վերացական չի խորքում, բայց անհրաժեշտություն որպես կարիք մեր կյանքում ինչն է, մեր առարկայական հաշտություն, ճշմարտություն, արդարություն եւ բարոյականություն։ Այ իմաստությունը բարձրագույն արժեք լինելով, այո, առանց բարոյականության իմաստություն գոյություն չունի, չկա։ Եվ այսօրվա ամենամեծ խնդիրը մեր կյանքի հենց այդ վարքագծային իմաստով նաև բարոյականությունն է, որից էլ բխում են մնացած բոլորը։ Իմաստության մասին Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Հստակ կերպով ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Տիրոջ երկյուղ չկա, իմաստություն էլ չկա, որովհետև կգործես առանց որևէ այսօրվա տերմինով կարմիր գծերի։ Այն ոչ միայն փիլիսոփայական, այլև այսօրվա մտածողության գաղափարական դաշտում գոյություն ունի արժեքների տեղատվություն, չէ, որ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ ընդունելի է, ամեն ինչ կարելի է, եւ դեռ նոր կտակարանում կա, ամեն ինչ կարելի է, բայց ամեն ինչ օգտակար է, թե ոչ։ Հիմա եթե բարոյականություն, եթե իմաստությունը որպես Տիրոջ երկյուղից բխած գաղափար մարդը իր վարքագծով այդպես չապրի, իր համար որևէ կարմիր գիծ էս ինձնից է աչքից, ոչ թե միկրոֆոնից։ Հա։ Մարդը որևէ կարմիր գիծ չի ունենա իր կյանքում եւ ինչի մասին ասես, ինչ ուզենաս կարող է անել ուղղակիորեն։ Առանց չափանիշ։ Էս միկրոֆոնը ինձնից է աչքից։ Շատ բաներ է ինձնից այսպես քանդվել։ Կոմոդ աշխատում է։ Ինձ մոտ այո։ Ուրեմն այդ չափանիշը, եթե ոչ հավատացյալի մտքով ասենք իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, բայց ոչ հավատացյալի մտքով ասենք դարձյալ բարոյականության հիմքով, իմաստության սկիզբը խիղճն է մարդու, որտեղ գործնում է ամեն ինչ։ Եվ անգլիացի վարչապետներից մեկը ասում էր Գլադստոնը, որ այսօրվա պատերազմը հոգու դաշտումը, հոգու եւ մտքի ոչ մարդի դաշտում, այլ հոգու եւ մտքի դաշտումը, պատերազմը, իրական պատերազմը։ Սա նվաճող երկրի վարչապետ, Անգլիայի վարչապետ։ Եվ գալով արժեքներին, իմաստությունը ուղղակիորեն կամ բարոյականությունը, ներողություն, ամեն ինչի հիմքն է, որտեղ կա եւ քաջությունը առաքինությունը մեծ, որի պակասը այսօր մենք ունենք, եւ մնացած բոլոր արդարության մասին, առանց արդարության գոյություն չունի բարոյականություն, ճշմարտության բացական եւ այլն, եւ այսպես շարունակ։ Այսինքն այսօրվա հասարակությունը լայն իմաստով, աշխարհի իմաստով եւ հատկապես Հայաստանի մեր իրականության իմաստով, ես մի առիթով ասել եմ,
Ոչ թե կարիք ունի քաղաքացիական հասարակության, այլ կարիք ունի դառնալու բարոյական հասարակություն։ Այո, հակադրում եմ քաղաքացիական հասարակությունը բարոյական հասարակության կամ բարոյական հասարակությունը քաղաքացիական հասարակություն, որովհետև քաղաքացիական հասարակություն կոչվածը իր բոլոր շերտերով ցույց տվեց իր կեղծ լինելը։ Բոլոր շերտերով։ Բոլոր, չկա միշտ որտեղ չի տվել։ Եվ հետևաբար այսօրվա լայն իմաստով թե մարդկությունը, թե մենք այստեղ որպես այդ մարդկության կարևոր շղթան, օղակը ավելի ճիշտ, կարիքն ունենք բարոյական հասարակության եւ ոչ երբեք քաղաքացիական հասարակության։ Քաղաքացիական հասարակություն կարող է լինել միայն բարոյական հասարակության մեջ, այդ ծիրիցներս եւ ոչ այլ կերպ։